Բարևձեզ Ֆակտոր TV հյուրը ազգային ժողովի Հայաստան խմբակցության падգամավոր եւ падգամավորի տեխնացու Արթուր Խաչատրյանը, ողջույն, պարոն Խաչատրյան, մանդատները վերցրած ընդդիմությունը ընկավ դաժան քննադատությունների տարափի տակ, այդ թվում սեփական կողմնակիցներից, որ ինչու վերցրիք, ինչու չբոյկոտեցիք, որն է այս քայլի իմաստը, իմ հարցը, սա է ճշտենք, եթե ոչ ՔՊ-ի համար հարմարվողական ընդդիմություն աշխատելու եւս 5 տարի։ Նախ առաջի հարցը քննադատություն, ես կարող եմ ընդունել քննադատություն մեր աջակիցների կողմից, եթե կան մարդիկ, ովքեր քվեարկել են Նիկոլ Փաշինյանի օգտին, ինչ բարոյական եւ տրամաբանական իրավունք ունեն մեր որևէ գործողություն քննադատելու։ Այո, ըստ լարվածության, բևեռացվածության, ներքին անհանդուրժողականության մթնոլորտում իհարկե սպասելի էր, որ մեր աջակիցների մի մասը մի քիչ վերապահումներով կամ մեծ քննադատությամբ ընդուներ մեր այս մոտեցումը, բայց մեր առածի տրամաբանությունը հետևյալն է, ազգային ժողովը հարթակ է, որտեղ դու կարող ես դիմագրավել իշխանություններին, քննադատել ուրեմն ցույց դնել իշխանությունների ձախողումները, քննադատել, ներկայացնել այլ ընտրանքներ։ Վերջը խորհրդանան դրա համար է ստեղծված։ Այսինքն, եթե դու ընդդիմություն ես, դու պետք է օգտագործես բոլոր հնարավոր գործիքները, այս գործիքակազմի ամբողջ հավաքականությունը իշխանությունների դեմ պայքարելու։ Գնանք պարոն Խաչատրյան, լավ ձևակերպում է, հարցը հետևյալն է, արդյոք դուք մի քիչ մեղք չունեք ձեր խոսույթում, որովհետև հաճախ փողոցային պայքարների ժամանակ ձեր անձամբ ձեր չէ, ձեր կուսակիցների գործընկերների շուրթերից հնչում էր, որ 5 րոպե մնացել իշխանափոխությանը, շատ արագ կլինի Փաշինյանը ճամպրուկներ հավաքում, այսինքն ռեժիմը խոճապի մեջ է եղել, մարդիկ ձեզնից սպասում են, որ այդ ռեժիմը արագ գնա, հա, բայց այդ նշաձողը նաև դուք եք սահմանել ինչ-որ իմաստով, սա նման չի թակարդի մեջ ընկնելու։ Նայ, դա ժանրի օրենքն է։ Բնականաբար դու խոսում ես առավելագույն ակնկալիքների մասին։ Պետք է կարողանաս եւ ամբողջ հմտությունը հետեւյալն է, չէ, այնքան քիչ չասես, որ որևէ մեկը քո հետևից չգա, եւ այնքան շատ չասես, որ չկարողանաս հասցնել անել այն, ինչ որ դու խոստացել ես։ Այդ հարցում իհարկե կարելի է քննարկել, տեսնել որն է ճիշտ չափաբաժինը, բայց այն, որ մեր ոչ գործունեության ընթացքում մենք ցույց ենք տվել, որ իրոք ամենաարմատական եւ ամենակայուն ընդդիմադիր քաղաքական ուժը մենք ենք, կարծում եմ պետք է տեսողությունը եւ խիղճը կորցրած լինես, որպեսզի իմ այս պնդմանը հակադրվես։ Մանդատները կիսվեցին։ Լավ։ Այդ դուք ախտորոշել եք ինչու, պարոն Խաչատրյան, միգուցե իրոք այդ նշաձողը այնքան բարձրացրիք, մի քիչ։ Չէ, նայեք, այսքան կար 21 թվական, չէ, 21 թվական հիմնական ընդդիմադիր զանգվածը քվեարկեց մեր օգտին, այո, ակնկալիքները բարձր էին, շատ հաճախ իրացիոնալ, բայց ուղղակի գիտեք, մարդը ներսից է իրեն փորձում համոզել, որ ահա եւ վերջ, ծնվում է նոր ուժ եւ ասում են միգուցե մեր հույսերը կարթանան նոր ուժին քվեարկելով։ Միգուցե սա կանենք, բայց ամեն դեպքում պետք է նայենք, որ այն որ հավաքական ընդդիմության ձայները շատ ավելի շատ էին, քան թե 21 թվականին, ել չեմ խոսում 18 թվականի դեկտեմբերի մասին, այստեղ մեր դերն իհարկե անուրանալի է։ Իսկ մնացածը կապրենք, կտեսնենք ինչպես կզարգանան իրադարձությունները։ Դա ինչ է նշանակում, այսինքն Փաշինյանի քննադատներն է շատացել, թե եթե հիշենք 21 թվի օրինակ մի քանի ուժերի անուններ բերեմ, օրինակ Հայաքվե, հա, այն ժամանակ 5165 կամ ԱԺԲ, ԼՀԿ, ՀԱԿ եւ այլն, նրանք 10000-ից ավելի ձայներ էին հավաքել, դրանք ընդդիմադիր զանգվածն է մեծացել, թե ուղղակի գերկենտրոնացում է տեղի ունեցել 2-3 ուժի շուրջ ընդդիմադիր ձայների։ Նոր մարդիկ են դրանք, թե հներն են կուտակվել։ Չէ, ես ասեմ, նոր մարդ երևի միայն Սամվել Կարապետյանն է, որտեվ իր շուրջ հավաքած մարդկանց մեջ էլի կան նաև մարդիկ, քաղաքական գործիչներ, ովքեր եղել են ասպարեզում եւ կան հիմա ասպարեզում։ Կնեք, եւ հարցը չհասկացեք,
ընդդիմադիր քաղաքացիները շատացել են, թե նախկին ընդդիմադիր քաղաքացիները ուղղակի ձայները կուտակել են երկու ուժի շուրջ։ Չէ, սա պարթևաբանություն է, այսինքն այսօր, նկատի ունեմ հունիսի 7-ին, Նիկոլ Փաշինյանին դեմ քվեարկած քաղաքացիների թիվը ավելի շատ է, քան թե 21 թվականին է։ Այսինքն շատացել է եւ նաեւ տեղի ունեցել վերաբաշխում։ Եթե նայենք 21 թվականին շեմը հատել էինք միայն մենք, ընդդիմադիրները, չէ՞, միայն մենք էինք եղել։ Հիմա ունենք շեմը հատած 3 քաղաքական ուժ, որոնցից մեկից ուղղակի մանդատները գողացան։ Բայց եկեք ճշմարտությանը նայենք այնպեսին, ինչպեսին կա։ Եկեք, ես ունեմ նույն ձևին նայ։ ԲՀԿ-ի այն ձայները, մանդատները, որոնք պետք է նա ստանար, եթե անցներ ԱԺ, դրանցից երկուսը դուք եւ ուժեղ Հայաստանն եք ստանում եւ լեգիտիմացնում նրա դուրս մնալը։ Ինչ որ իմաստով։ Այսինքն մենք դուք օգտվում եք ԲՀԿ-ի չանցնելուց ինչպես ԿՊ։ Մենք պատրաստ ենք հիմա հրաժարվել այդ մի ավել մանդատից, որ ԲՀԿ-ն անցնի ներս։ Չէ, բայց չի անցնում, դուք կարող եք բարոյական, այսպես քայլ անել, հրաժարվել այդ մի մանդատը չվերցնել։ Հա, ինչու ոչ։ Այսինքն ամոթի թիքենա, հա։ Համերաշխություն ԲՀԿ-ի։ Ոչ, համերաշխություն ԲՀԿ-ի եւ ընդհանրապես արդար ընտրությունների մենք ամեն ինչ արեցինք, որպեսզի կարողանանք ապահովենք, որ ԲՀԿ-ն ստանա այն մանդատները, որոնց ինքը արժանի է հաշվի առնելով ընտրությունների ժամանակ իրենց ստացած ձայնը։ Այլապես դուք մի վերցրեք այդ մի մնաց հափուր։ Դե որպես աջակցություն, պարոն Խաչատրյան, որ մենք այդ անօրինականությունը չենք ճանաչում։ Կարծում սա ինչ որ պոեզիայի բնագավառից է, լավ, Շիրազի վարդ եւ այլն։ Ես համաձայն եմ, որ քաղաքական ուժ ավելի մեծ ռեսուրսից չի հրաժարվի։ Չէ, մենք, տեսեք, մենք բողոքարկել ենք ընտրությունների արդյունքները, չէ՞։ Նաև ակնկալելով, որ ԲՀԿ-ն կստանա իր 5 մանդատները եւ Նիկոլ Փաշինյանը չի ունենա 3/5 ձայների։ Այդ դեպքում ձեր առաջարկությունը պետք է լինի բոլորին, բոլորը հրաժարվեն, մեկական մենք եւ ուժեղ Հայաստանը եւ 3-ից հրաժարվի Նիկոլ Փաշինյանը եւ ԲՀԿ-ն անցնի։ Դե Փաշինյանը պարզա չեն հրաժարվի, պարոն Խաչատրյան։ Դուք որպես ընդդիմադիր ուժ կարող եք համերաշխություն։ Այսօր տրամաբանությունը հասկանամ։ Դա այդ քայլի օգտակար գործողության գործակիցը ի՞նչ է։ Մենք ռացիոնալ դաշտ վերադառնանք։ Չէ, բայց դուք իշխանազավթումը 3/5-ի չեք լեգիտիմացնում։ Ինքը 3/5-ը մեկը ստանում է, եթե ԲՀԿ-ն դուրս ամն։ Իր այդ երկու ձայնը դու վերցնես չվերցնես, այն 3-ը գնում է Նիկոլ Փաշինյանին եւ ինքը ստանում է դա։ Իսկ բողոքարկելով ընտրությունների արդյունքները, ասելով դրանք կեղծվել են, վարչական ռեսուրս եւ այլն, նրանք ձեր ձայները չեն ճանաչում դուք իրենց, երկուսդ էլ գնում եք խորհրդարան, նկատի ունեմ իշխանությունը եւ ընդդիմությունը, իրար լեգիտիմացնել։ Եկանք այն գրառումը, որը ես արել էի ՍԴ-ի վերդիկտից որոշումից մի քանի ժամ հետո, այսինքն կա հավաքական ընդդիմություն, որը դժգոհ է ընտրություններից, կազմակերպումից, կա իշխանություն, որը պարադոքս է, դժգոհ է իր կազմակերպած ընտրություններից, այսինքն բոլորը դժգոհ են, գոհ են միայն Վագն Հովակիմյանը, Արման Դիլանյանը, Խոնդկարյանը, Շաթիրյանը, Սեդա Սաֆարյանը, էլ ովքեր կային, Վաղարշյանը, մյուս Հովակիմյան, այսինքն դժգոհ են բոլորը, բացի Վագն Հովակիմյանից եւ Սահմանադրական դատարանի դատավորներից։ Կնեք, ասածս են է, դուք էլ իրավունք չունեք ասելու, որ ընտրությունները կերտվել են։ Ոչ, մենք ասել ենք, բաշխումը ձայների արդար չի եղել, հաշվարկը արդար չի եղել, ընտրությունների ժամանակ իշխանությունը թույլ է տվել բազմաթիվ խախտումներ, որոնք էական ազդեցություն ունեցել ընտրությունների վրա, բայց մենք մեր ձայների լեգիտիմությունը չենք ոչ բան։ Դուք ճանաչում եք, չէ՞, Փաշինյանի ապագա կառավարությունը որպես Հայաստանի լեգիտիմ կառավարություն։ Մենք ճանաչում ենք Հայաստանի ապագա կառավարությունը, որը ձևավորելու է Նիկոլ Փաշինյանը որպես Հայաստանի փաստացի կառավարություն։
Եվ լեգիտիմ կառավարություն։ Որպես փաստացի կառավարություն, որը Լեգիտիմ բառից ինչու եք ձևավորվել, որովհետև լեգիտիմ չի, լեգիտիմ կլիներ, եթե Նիկոլ Փաշինյանը ընտրություններից մի քանի ամիս առաջ թոշակները 10,000 դրամով չբարձրացներ, 80 միլիարդի ներարկում չաներ, ընդ որում իր հեճուկս ֆինանսների նախարարության շատ մեղմ քննադատությանը։ Կլիներ լեգիտիմ, եթե Նիկոլ Փաշինյանը ընտրություններից առաջ Սահմանադրական դատարանի դատավորների աշխատավարձերը չբարձրացնել։ Բայց օրենք չի խախտել, պարոն Խաչատրյան։ Ընտրական օրենք խախտել է, ընտրական օրենսգրքի արգելք կա, որ չի կարելի թոշակները բարձրացնել ընտրություններից առաջ։ Նայ, չկա, չէ՞։ Եթե դա լիներ, բարձրացումը լիներ բյուջեի մեջ, դա կներ շատ նորմալ։ Դե ասում եմ հարստացանք, պահի տակ բարձրացրինք։ Սուտ է ասում։ Բա այդ գումարը միտեղից ճարել են, չէ՞, պարոն Խաչատրյան։ Լսի, առողջապահության բյուջեն, ապահովագրության բյուջեն նայել եք։ Ես ուրիշ հարց եմ։ Ես ձեզ էլի եմ ասում, այսինքն դու ընտրություններից առաջ գնացել ես վարչական լծակի օգտագործման, չարաշահման, որովհետև մենք ասում ենք թոշակները բարձրացրան։ Ինքն ասում էր բարձրացնել որ ինչ 10,000 դրամ ինչ են անել այդ թոշակառուները։ Այնքան փող ունեն, որ կարող են գնան Կիպրոս եւ նույնիսկ վերադառնան։ Մեկ էլ հանկարծ ապրիլի 1-ին ինքը բարձրացնում է թոշակները։ Պարոն Խաչատրյան, բայց սա լեգիտիմ կառավարություն է։ Չէ, ինքը լեգիտիմ չի, որտեղ ինքը խախտել է ընտրությունների արդարությունը, թափանցիկությունը, ազնվությունը։ Եթե դու լեգիտիմ բառի տակ, դա էսի նկատում, այլ ոչ թե լեգալ բառը։ Ուրեմն ինքը լեգիտիմ չի։ Օրինական է այս իշխանություն լինելու։ Ինքը ձևավորվել է այսօրվա գործող մեխանիզմի շրջանակներում։ Մեծամասնությունը ունեն, բայց մեծամասնությունը ձևավորվել է ոչ լեգիտիմ։ Այսինքն ինչ նշանակում, դու Վագն Հովակիմյանի պատասխանները նայել եք Սահմանադրական դատարանը։ Ես Վագն Հովակիմյանը տեստեղ եմ հարցազրույց արել, պարոն Խաչատրյան։ Մեկ իրես սովետի ժամանակ մի հատ անեկդոտ կար, ասում են կուզես 24 ունենաս, բայց ամեն անգամ նստելուց ականջդ մնա դռան տակ։ Հիմա կուզես լինես կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ, բայց քեզ այդ վիճակի մեջ դնեն Սահմանադրական դատարանը։ Ամեն մարդ ինքն է ճակատագիրը ընտրում։ Դուք ուզեիք տես ճակատագիր ձեր։ Ես ընտրել եմ այս ճակատագիրը։ Տեսեք, որովհետև ես էլ չէի ուզենա։ Մարդուն հարց է, ասում ես այդ բառը չեմ սիրում, բայց ղժալ էլ ոնց է լինում։ Ասում եմ դուք տեսաք որ խախտում է լինում։ Դե 8-ից մի քիչ, 8-ից 8-ը չկար։ Հետո մի քիչ, հետո մենք լրատվությունից իմացանք, տեսանք, ասում եմ կապը նորմալ էր ձեր եւ տարածքային միջեւ։ Հա նորմալ էր, բա ասում եմ դուք որտեղից եք իմացել։ Ասում ես Փաշինյանը չի զավթել իշխանությունը, այդ էր ասածս։ Փաշինյանը կազմակերպել է ոչ արդար, ոչ ազնիվ ընտրություններ, մնացածը սուբյեկտիվ գնահատման տեղը, դաշտ է դա։ Բայց դուք նրան դիմելու եք, չէ՞, պարոն վարչապետ, ազգային ժողովի հարց ու պատասխան ժամանակ ու ինչ որ հարցեր եք տալու առողջապահությունից, արտաքին քաղաքականությունից, Ռուբեն Ռուբինյանի որպես ԱԺ առաջիկա ենթադրաբար նախագահ, հնազանդվելու եք որպես падգամավոր, նիստը վարելու, ասելու եք ձեր խմբակցության տեսակետը ներկայացեք, դուք ձայնի իրավունք եք։ Դուք ակեք բառերը մի փորձեք էկլեկտիկ մեկնաբանել, լավ, որևէ մեկը ոչ Ռուբեն Ռուբինյանն է ենթարկվելու, ոչ էլ որևէ մեկը Ալեն Սիմոնյանն է ենթարկվելու եք, չէ՞։ Ոչ, դա ենթարկվել չի նշանակում, եթե կա օրինական պահանջ, օրինական պահանջին ենթարկում ես անկախ նրանից։ Այսինքն դուք նրան օրինական նախագահ եք։ Կարեն Կարապետյանն է։ Նրան օրինական ԱԺ նախագահ եք համարելու, եթե ընտրվի, պարոն Խաչատրյան։ Կընտրվի կորոշենք, բայց ես փորձում եմ ձեզ հարցին պատասխանել, դու ինչ-որ մի հատ բան ես ուզում ստանաս։ Որը տեսնում ես չի ստանում, չի ստացում ստանա։ Փորձում ես սենց մոտենաս, նենց մոտենաս։ Իմ բնավորությունն է։ Դե բայց հասկանում ես, չէ՞ որ մնյմություն տակ կատնեմ չի ասում։ Ես պարզ բացատրում եմ։ Բայց իմ հարցին պատասխանեք, պարզ բացատրելուց բացի։ Ինչ ենք իրան դիմելու։ Դուք դիմելու եք, չէ՞, պարոն վարչապետ։ Չէ, չենք դիմել։ Պարոն Ռուբինյան, ԱԺ նախագահ, դիմելու եք, չէ՞։ Պարոն Ռուբինյան ԱԺ նախագահ, չէ, պարոն Ռուբինյան դիմելու ենք հետո։ Հա, չէ, ուզում եմ ասել։ Պարոն Ռուբինյանը ուրիշ ինչ դիմեմ։ Նրանց, այսպես ասենք, նիստը վարելու իրավունքը չեմ ասելու։ Եվ այլն իհարկե չեք ասելու, ձեզ չի սազի ինձ թվում է, պարոն Խաչատրյան։ Դե բան չեք ուզում։ Ուզում եմ ասել, ընդունում եք ամեն ինչ հաշտվել եք իրավիճակի հետ։ Ոչ, եթե հաշտված լինեինք, ընդդիմություն չէինք լինի։ Գնալու եք հարմարվողական դիրքերից։ Իսկ երբ ենք մենք եղել հարմարվողական դիրքերում։ Նա օրինակ բերեք։ Դե Եվ սահմանեք ձեր հարմար ոնց ասեցի։ Հարմարվողականը։ Ձեզ սահմանեք ձեր հարմարվողականությունը, տեսնենք նույնն ենք հասկանում դրա տակ եւ շարունակենք խոսել։
Դե նկատի ունեմ, որ ընդունեցիք ամեն դեպքում Փաշինյանի իշխանությանը։ Փաշինյանը ընտրություններով, որոնք կազմակերպել են ոչ արդար, ոչ ազնիվ, դարձել է դառնալու է Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Դա օբյեկտիվ իրականությունն է։ Դու կարող ես չընդունես երկրաշարժը, բայց եթե երկրաշարժը լինում է, ուզում ես ընդունի, ուզում ես մի ընդունի, ավերածությունները հետևում են դրան։ Անկախ դրանից դու ընդունում ես, թե չես ընդունում։ Իրականում ես այս սուր արմատական եւ ծայրահեղական դիրքերից հարցերը տալով հանդերձ ինքը արմատական եւ ծայրահեղական չի, ինքը դեմագոգիկ է։ Եթե դու արմատական եւ ծայրահեղական անես, օքեյ է։ Ձեր այն ասած կողմնակիցների տրամադրությունն է փորձում շոշափել, ասածս այն էր, որ այդ ոնց եք աշխատելու, պարոն Խաչատրյան, դուք փորձելու եք ԿՊ-ին պատին դեմ տալ, օրինակ արտաքին քաղաքականության եւ այլ հարցերում հաշվետվողականություն, թափանցիկություն պահանջելով։ 5 տարվա աշխատանքը ցույց է տալիս, որ մենք դա միշտ արել ենք։ Միակը։ Այսինքն դուք բովանդակային քննադատությունից աշխատանքից չեք խուսափելու ազգային ժողովի ընդդիմությունն որպես։ Բա այլապես ինչ քննադատություն կա, ինչ է սափրվեն, ինչ չէ սափրվեն։ Չէ, այսինքն ձեզնից այսպես ծայրահեղական մոտեցումներ այժմ չենք տեսել։ Ծայրահեղական մոտեցումը ո՞րն է։ Դե, չգիտեմ, շիշ նետոցի նման բաներ են, ծեծ ու ջարդ, այսպիսի բաներ են։ Շիշ նետոցի աշխարհում բոլոր խորհրդաներում որտեղ կա շիշ, նաև նետվել է։ Այսինքն խորհրդանական բախումներ լինում են ամենտեղ։ Այսինքն աննորմալություն լինում է ամենտեղ։ Եթե իշխանությունները սադրեն, բա ինչ ես ուզում։ Շիշ կնետեք, եթե սադրեն, կլինի հակաքայլ։ Եթե սադրեն։ Բայց 5 տարում հարմարվեցիք իրար, ինձ թվում է չեք կռվի, պարոն Խաչատրյան։ Այդ թվալ ինչի վրա է հիմնված։ Դե կռվեցիք, մուրը հանեցիք, ագրեսիան հանեցիք, հիմա էլ ինչու։ Ո՞վ ասաց, ինչ մուր, ինչ ագրեսիա։ Այսինքն դուք լիքն եք հիմա վրեժ խնդրությամբ ԿՊ-ականներին պատժելու, այսպես տրամադրություններ եւ էներգիա։ Այսինքն իրանք շարունակում են ազգակործան քաղաքականություն, ասենք լավ, հերիքա կործանեցիք պրծակ, հիմա գնանք այդ գարեջուր խմենք։ Ինչ եք անելու բա։ Ինչ անում է խորհրդանական ընդդիմությունը, համադրելով արտախորհրդանական ընդդիմության գործունեության հետ։ Այսինքն փողոցային պայքար տեսնելու ենք էլի։ Անկասկած, մենք միշտ ասել ենք, որ մենք փողոցային խորհրդարանականը եւ արտախորհրդանականը համադրելու ենք։ Եվ այդ երկուսը իրար ոչ թե շղթում են, այլ իրար ուժեղացնում են։ Լավ, բայց 5 տարում օրինակ ես անկեղծ ձեզ մի բան ասեմ, այստեղ եղել են գործիչներ, որ եկել են հենց ձեր խմբակցությանը քննադատել, ասել են որպես ընդդիմություն ոչինչ չեն արել։ Ես ասել եմ կներեք, բայց օրինակ նույն Հայաստան դաշինքը բազմաթիվ անգամներ ինքն է նախաձեռնել ընդդիմադիր պայքարներ, հիմա չի ստացվել, բայց արել են, էլի ինչ որ մի բան փորձել են անել իշխանությանը հեռացնելու։ Այն գիտեք, մի խոսքով արել եք, պարոն Խաչատրյան, հա, դա փասն է, այսինքն նրանք ովքեր չեն հետևել հայաստանյան քաղաքականության, կասեն ոչինչ չեք արել, բայց ես չեմ տեսնում այն գործիքական։ Եթե չեն հետևել, ոնց պետք է ինչ-որ մի բան ասեն։ Դե կարող են հետևել, բայց չտեսնել, դա էլ կա, չէ, քաղաքական սեփական շահերից ելնելով։ Հա, այո, համաձայն եմ, այսինքն մեծ խոսացողները ուր են, չէ՞, տեսեք դու կանոններ նշեցիք։ Տեսեք, գործիքակազմը, ասում եք փողոցային պայքար ենք տանելու էլի։ Դուք ամեն ինչ փորձել եք, պարոն Խաչատրյան, Ֆրանսիայի հրապարակն է օրերով փակվել, փողոցային պայքարներ, ամեն ինչ փորձել եք անել, էլի։ Այսինքն մենակ ռազմական հեղաշրջման փորձ չեք արել, չէ՞։ Չեք էլ անելու ինձ թվում է, թե գաղտնի պլանի շրջանակում կարող է։ Ռոբերտ, ուրեմն մեր գաղտնի պլանի համաձայն են, ուրեմն 4 հատ տան գալիս է Բաղրամյան փողոցից, 7 տան գալիս է Դեմիրճյան փողոցի վրայից եւ եւս 12 տանկ դեսանտ է իջեցվելու։ Բայց ինչ նոր բան է տալիս։ Էլ ինչ նոր բան եք անելու, որ հաջողվի իշխանապետությունը։ Իմ հարցը դա էր։ Տեսեք։ 4 տանկ չէ, 14 տանկ էր։ Փողոցային պայքարով իշխանության փոփոխությունը ինքը առօրյա երևույթ չի։ Լավ, այսինքն դուք պետք է հասկանաք, հիմա տեսեք աշխարհում 250 մոտավորապես երկիր կա, եւ այդ 250 երկրում քանիսումը իշխանությունը փոխվել փողոցային պայքարով։ Եվ հիմա նայեք այդ օրինակների։ Դա քիչ բան է։ Այդ օրինակները, որ դուք նայեք, հետո եւ հետ գնաք, տեսնեք դա առաջի փորձից է եղել, թե երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ։ Հիշեցնեմ նույն Նիկոլ Փաշինյանին, չէ՞, impeachment
Խայտարակություն, պարտվեց գցեց մի կողմ։ Մի որ ձայն ստաց։ Impeachment դաշինք այն ժամանակ։ Այո, նոր լրագրությունից եկել էր քաղաքական։ Դե որտեղից էր եկել, չգիտեմ, իրագործնա, բայց խայտարակ պարտություն։ Հետո եթե իրան Լևոն Տեր-Պետրոսյանը չվերցներ, չմտցներ իր աթին, ով ասեց, որ ինքը 2009 թվին կարծեմ։ Հա, բայց աճեց, բան։ Հասկացա։ Էլ ինչ որ բան արեց չստացվեցին։ Հետո ելք դաշինք, չէ՞։ Նույն ինքը Նիկոլ Փաշինյանը որ ասում է, այ տեսեք, եթե ինքը կարողացավ, դուք ինչ չեք կարողանում։ Տեսեք, բազմաթիվ փորձեր։ Ու տես տարբեր երկրներում էլ եմ ասում, այն օրինակները, որոնցում հաջողվել է, իդեպ Նիկոլ Փաշինյանը նաև այդ ժամանակ падգամավոր էր, այսինքն փողոցային եւ ոչ փողոցային։ Այդ ամեն ինչը մի անգամով չի եղել, մի տարում չի եղել, 5 տարի, 10 տարի, 15 տարի է եղել։ Այսինքն ընդդիմությունը գալիս է իշխանության, ոչ թե հենց ձևավորվեցիր, գալիս ես դառնում ես իշխանություն։ Տենց չի, ինքը երկար process է։ Հիմա դու ինչքան էլ ուզենաս երեխա ունենաս, հղիությունը, եթե բարդություններ չլինեն, տևելու է 9 ամիս։ Լավ, կարող է 7 ամիս հետո։ Այսինքն դուք մարաթոնի եք պատրաստվել, ոչ թե սպրինտի։ Չէ, սպրինտը դա անլուրջ է։ Սպրինտը հենց շատ է ձեզնից սպրինտը։ Հենց այդ եմ ասում, սպրինտը դա գերազանցված ակնկալիքներն են, որոնք շատ հաճախ է ռացիոնալ։ Էլ եմ ասում, ինչքան էլ ուզենաս երեխա ունենաս, երեք պսակվեցի վաղ երեխա ունենամ, դες չի լինի։ Ու եթե իհարկե եղեգնոջը չես պսակվել։ Կամ էլ մինչև պսակվելը չի տեղի ունեցել, ան ինչ որ բերում է հղիության։ Հա, բայց բերել է հղիության, այսինքն ամուսնացել ես հղիի հետ։ Եթե քո մոտ հակառակվելու ցանկություն կա ամեն ինչից, ասա տենց։ Կենսաբանությունից վերադառնանք քաղաքականություն, պարոն Խաչատրյան։ Մի այսպես քաղաքական եկեք այդ բառը համարձակվեմ ասել, միֆոլոգիա էլ կա անդիմության բառապաշարում, որ շուտով կհայտնվեն ինչ-որ ՔՊԱ-կաններ, դավաճան ՔՊԱ-կաններ, ովքեր կանցնեն մեր կողմը եւ Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելիս նրանք մեր կողմը կանցնեն 5 տարին ցույց չտվեց, որ չկան այդպիսի ՔՊԱ-կաններ, ավելին կան ձեր թիմում մարդիկ, ովքեր անցնում են այն մյուս կողմ։ Իդեպ ասեմ ձեզ, այս ընթացքում այդ թվում ՔՊԱ-կանների հետ տարբեր մարդկանց հետ այսպես այստեղ խոսելիս ասել են Հայաստան դաշինքից մի քիչ դժվար է պատկերացնում, ինչ որ մարդիկ անցնեն մեր կողմ, այնտեղ գաղափարական պես ընդհանրություն կա, բայց ուժեղ Հայաստանից շատ հնարավոր է եւ շատ բաց ակնարկել են, որ հնարավոր է այդ ուժից իրենց կողմ մարդիկ անցնեն։ Դուք կհրաժարվեք այդ քաղաքական միֆոլոգիայից, որ ՔՊԱ-կաններ են անցնելու։ Իդեպ 18 թվին է շատ հղում անում, բայց չմոռանաք, այն ժամանակ Սերժ Սարգսյանի հրահանգով են այդ մարդիկ ընտրել Նիկոլ Փաշինյանին, այսինքն երկրի առաջնորդը ասել է ընտրեք նրան եւ իշխանությունը փոխանցել է։ Դժվար եմ պատկերացնում, ասենք Փաշինյանը ասի ՔՊԱ-կաններ գնացեք ընտրեք այն ընդդիմությանը, որը խոստանում է գալ իշխանության եւ պատժել ինձ, խնդրեմ։ Տես, նախ ինչ են իրանք ասում, ուժեղ Հայաստանի հետ կապված եւ այլն։ Okay, չեք ուզում մի մեկնաբանեք, սա ազնիվ չի, հիմա ես գնամ սկսեմ հարցեր մեկնաբան։ Ես ես ուրիշ բան, նախ ասում եք, մենք դա չտեսանք, տեսանք, որ ձեր մոտից մարդիկ գնացին Գեգամ Նազարյանին նկատի ունենալով, դե ես էլ կարող եմ ասեմ, տեսեք, բայց Հովիկ Աղազարյանը եւ Հակոբ Ասլանյանը։ Բայց նրանք ասացին, մենք ընդդիմությանը չենք միանալու, նրանք այսպես դարձան ոչ ՔՊԱ-կան, բայց ասացին, մենք ձեզ իշխանության չենք, բայց ձեր ծրագրերում իրենց չտեսան ամեն դեպքում։ Իրանք իրենց սեփական կուսակցությունը ստեղծեցին։ Բայց ասեցին ընդդիմությանը չենք բերի իշխանության, ես դա շատ լավ հիշում եմ։ Ձեզ էլ են մերժում Փաշինյանին էլ, այո։ Դե լավ, դե թող մերժեն, տեսանք վերջին ինչ տեղի ունեցավ։ Մերժիր մերժողին։ Նես իմ աչքի առաջ ես տեսել եմ առնվազն 3 դեպք, երբ մի քանի ժամվա ընթացքում փոխվում է քաղաքական ներկապնակը։ Առաջինը 90 թվականին, երբ բազմաթիվ կոմունիստներ դարձան ՀՇԱ-ականներ կամ քվեարկեցին Լևոն Տեր-Պետրոսյանի օգտին, տեսել եմ դեպքեր, երբ ՀՇԱ-ականները դարձել են հանրապետականներ, Տեր-Պետրոսյանի հրաժարականից առաջ եւ հետո, եւ տեսել եմ դեպքեր, երբ էլի տեղի ունեցել ճամբարափոխություն, բայց բոլորը միասին չէ, բայց
եթե ավելացնենք, տեսնենք նաև մյուս տարբերակ։ Հիմա օրինակ, լավ։ Ջերմուկիում Արսենյանը, չէ՞, հայր եւ որդի դարձել են մոլի Նիկոլական, Աշտարակի քաղաքապետը, հանրապետականներ դարձավ Նիկոլական, ու տենց բազմաթիվ մարդիկ, այսինքն նախկին իշխանության ներկայացուցիչները դարձան Նիկոլական։ Այնպես որ դա բացառել չես կարող։ Մարդիկան, որոնք արտահոսքը նկատի ունեն ԿՊ падգամավորների ընդդիմության։ Այո, եթե ստեղծում է, այսպես ասած, հեղափոխական իրավիճակ, չէ, կան մարդիկ, ովքեր ողնաշարով են, ողնուղեղով զգում են եղանակի փոփոխությունը եւ սկսում են խորտակող նավից փախնել։ Դա պետք չի բացառել։ Եթե հեղափոխական վիճակ լինի, չեք բացառում ԿՊ-ականների անցումը ձեր կողմ, դա նկատի ունեմ։ Ոչ թե ԿՊ-ականների անցումը մեր կողմ, այլ ԿՊ-ականների ինքնապահպանման բնազդից ելնելով իրենց առաջնորդին դավաճանելը ապրես։ Դասալքելը։ Եվ դուք դրա վրա քաղաքական ծրագիր եք մշակել, այո։ Ես տես բան չեմ ասել։ Ես ասել եմ, որ Հայաստանում առնվազն 3 անգամ դա եղել է։ Դա նաև Հայաստանին հատուկ ֆենոմեն չի, երևույթ չի, ամբողջ աշխարհում էլ մենք դա տեսնում ենք։ Հա, հիշում ես Свадьба в Малиновке, опять велосипедից։ Մարդիկ կան, մարդկանց խմբեր կան, կատեգորիաներ կան, ովքեր էլ եմ ասում, ողնուղեղով զգում են այդ ամեն ինչ։ Լավ, իսկ խթանիչները, պարոն Խաչատրյան, ես իհարկե չեմ ուզում Նոստրադամուսի դեր ստանձնել եւ գուշակել առաջիկա 5 տարվա քաղաքական զարգացումները, տարբեր սցենարներ կարող են լինել։ Տեսեք, Արցախի կորուստը, եթե ինչ-որ մեկը ասե, որ դրանից հետո տվյալ օրվա իշխանությունը կմնա ողջ, քչերը կհավատային, բայց դա տեղի ունեցավ տարբեր բացատրություններ, միգուցե մարդիկ ամբողջությամբ Փաշինյանին չմեղադրեցին, տարբեր գործոններ, մի մասը ընդդիմությանը մեղադրեց, դուք եք այնտեղ իշխանության եկեք, մի մասը Արցախում։ Եղբայր, նախ հարցս բայց ավարտեմ, դուք ամբողջությամբ փշրեք իմ հարցադրումը։ Դուք եք այնտեղ իշխանության եկել, իշխանությունը ասեց նրանք կործանեցին, մի մասը Ռուսաստանին մեղադրեց, մի մասը ասեց դե գեոպոլիտիկ իրավիճակը դրան նպաստեց, մի մասը որ Ադրբեջանը հզորացել էր, արդեն բլոկադա էր ենթարկել, անհնար էր ուրիշ տարբերակ եւ այլ տարբեր բացատրություններ եղան։ Այդ ինչ խթանիչ պետք է լինի, որ այնպիսի համահայաստանյան զայրույթ առաջացնի, որ ողողեն Երևանի ու Հանրապետության փողոցներ եւ դուք օգտվեք իրավիճակից։ Այսօր հուլիսի 16-ն։ Գիտեք ինչ օր է հուլիսի 16։ Եթե ասեք, կիմանամ։ Հուլիսի 12-ից 16-ը տեղի ունեցան այսպես կոչված հուլիսյան մարտերը կամ տավուշյան մարտերը։ Թե 17-ը ինչա։ Լավ 17 թողնի։ Ուրեմն սա մի օր է, որը նախորդում է նրան, ինչ որ տեղի ունեցավ 6 տարի, բայց 12-ից 16-ն համարվում է։ Հասկանում եք, որ Արցախյան պատերազմի մեկնարկը տրվեց հուլիսի 12-ին։ Այդ հուլիսյան մարտերը աղք քարտուղարը համարում է, որ պլանավորվել եւ ղեկավարվել են անձամբ վարչապետի կողմից։ Հիմա իրենք դա չհասկացան, թե դա ինչ հետևանք կարող է ունենա։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարն այդպեսի բան ասել։ Արմեն Գրիգորյանը բայել որտեղ, այսքան շատ լավ հարց է տալի, չգիտեմ որտեղ անվտանգության խորհրդի քարտուղար։ Չէ, նկատի ունեմ նա այդպեսի բան է ասել, ես չեմ որ Փաշինյանը։ Ես քեզ կուղարկեմ փողոմա, որ դու սա դնես, ասել է պատերազմ է սադրել Փաշինյանը։ Չէ, ես քեզ ասեմ, ասել գործողությունը պլանավորվել եւ իրականացվել է անձամբ վարչապետի կողմից։ Ու կարողա ստորակետի ինտոնացիայի տարբերությունը այն չի բառերի, բայց գաղափարը դա է։ Բայց եկեք խթանիչների մասին։ Չէ, ես նախ երկրորդ դա առաջն ասկամ, դա մեկ։ Երկրորդը ինչ տեղի ունեցավ 23 թվականի սեպտեմբերին, դա 20 թվականի սեպտեմբերի շարունակությունն է եղել։ Դա մեկ, երկրորդը ինչի հանկարծ լավ, ինչի Նիկոլ Փաշինյանը չի ուզում որ գերիները վերադառնան։ Մանավանդ Արայիկ Հարությունյանը։ Միգուցե որտեվ ինքը կարողա պատմի ինչ տեղի ունեցավ Արցախում 23 թվականի սեպտեմբերին։ Խոստանում եք այդ հարցը Փաշինյանին տալ ԱԺ հարցը։ Բազմաթիվ անգամներ են տվել, բայց ինքը չի պատասխանում։ Ինքը իրան ասում ես
Օլիմպիադանը փակ է, Իրան եւ իր ԿՊԱ-ականներին, ասում ես Օլիմպիադանը փակ է, հազարավոր երեխաներ զրկվել են ամառած սպորտային սեկցիաներ գնալուց, Իրան ԿՊԱ-ականներն ասում են, բա որ ինքը առուց սպանել Տանզանիայում։ Լավ, նույնը վերջի ուրեմն բրիֆինգ էս չէ։ Նախորդ 5-շաբթի օրվա կառավարության նիստից հետո Նիկոլ Փաշինյանի բրիֆինգը։ Ասում են Թուրքիայի հետ էս ինչ է քննարկում Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու դեմ, ասում են բա լավ էր, բա որ սենց։ Բայց եկեք Հիմա խթանիչները ինքը կարող է լինի ցանկացած բան։ Կարող է լինի ցանկացած բան։ Կարող է լինի սահմանազատումը, որովհետև նույն Տիգրանաշենի հին հայկական քարքեի մասին իր դիրքորոշումը པարզ է։ Իդեպ դուք եղել եք քարքեում։ Գյուղում։ Տիգրանաշենում։ Գյուղում, ոչ թե տրասի վրա։ Ասացի այո։ Տեսնում ես, չէ՞ գյուղի ինչ վիճակում է։ Տեսնում ես, ինչ են նախապատրաստում։ Այսինքն անկլավների թեման կարող է լինել իշխանափոխության խթանիչ։ Անկլավների թեման կարող է լինել։ Կարող է լինել տնտեսական իրավիճակ։ Վերջ-վերջը տեսեք ինչ տեղի ունեցավ։ Հանդես գալով ակնհայտ արևմտյան դիրքերից Նիկոլ Փաշինյանը ընտրություններից մի ամիս հետո առաջի երկիրը, որ գնում է, Ռուսաստանն է լինում։ Այն էլ ոչ թե պաշտոնական ինչ-որ այցով, այլ մի հատ ցուցահանդեսի մասնակցելու նպատակով։ Լավ, այդ ոնց որ դժբախտ սիրահարը գնում այն սրճարանը, որտեղ գնում է իր սիրո առարկան, որ այնտեղ պատահաբար իրան հանդիպի։ Որտեւ ինքը հասկանում է տնտեսական մենք ինչ իրավիճակ կարող ենք ունենալ շաբաթներ հետո, ամիսներ հետո։ Հիմա ուղղակի իր բախտից էր, որ Ծիրանի բերքը այս տարի վատ էր, բայց դեղցինը լավ է, խաղողի հարց կա, կոնյակի եւ գինու հարց կա, տնտեսական խնդիրը կարող է մեծ ռիսկ առաջացնել։ Եվ ես չեմ բացառում նոր պատերազմը։ Ինչու՞։ Որովհետեւ Ադրբեջանի նպատակը խաղաղություն հաստատել չի, Ադրբեջանի նպատակը Հայաստանը ոչնչացնելն է։ Այսինքն նոր պատերազմը իշխանափոխության խթանիչ կարող է լինել։ Նոր պատերազմի արդյունքում կարող է ներսի փոփոխություններ տեղի ունենալ, որովհետև ժողովուրդը, որն ասում էր, հա լավ, իր մի մասը իրան խափելով ասում է Ղարաբաղը կորցեցինք, որովհետև ներսում խնդիրներ եղան եւ այլն, հետո ասում էին ստեղ ներսում ընդդիմությունը ես իմ լավ սրում է իրավիճակը, անկայունություն է առաջացնում, դա Ադրբեջանի համար դուռ է բացում, այդ նույն Լեոն Տեր-Պետրոսյանի խոսույթն է դեռևս 92 թվականից, լավ, հիմա ինչ են ասելու։ Հիմա ասեմ խոստացել ես խաղաղություն, չէ՞, բա բերեցիր պատերազմ, ուրեմն քո խոստումը ձախողել ես, ուրեմն վերկաց գնա։ Այսինքն մի ասա էլի, որ մենք ներսում ինչ-որ մի բան կանենք, որ կռիվ լինի, որ իշխանություն փոխվի։ Շնորհակալ եմ։ Որտեւ ես էլ հասկացա ինչ ես տենց հաստալի։ Factor TV-ում հյուրընկալել ենք Արթուր Խաչատրյանին։